Ընկերներ, թույլ տվեք սկսել մի հարցի, որը կարող է փոխել ձեր տեսանկյունից, երբևէ զգացել եք, որ զգում եք, որ ձեր կյանքի մի մեծ բան է լինելու, բայց դուք չեք կարող հստակ սահմանել այն, ինչ կա, ես չեմ խոսում որևէ փոփոխության մասին, բայց իսկական շրջադարձային պահ։ Այդ պահը, երբ ֆինանսական բարգավաճման դռները սկսում են բացվել, եւ բախտը, կարծես, համաձայնվել է նրանց օգտին, այնուամենայնիվ, կա մի ընդհանուր սխալ պատկերացում, որը պետք է չեղյալ համարվի։ Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ հարստությունը հանկարծակի բավարար է, օրինակ, վիճակախաղի մրցանակ, անսպասելի ժառանգություն կամ բախտի գայթակղություն, բայց կյանքը մեզ սովորեցնում է, որ այդպես չէ։ Ճշմարիտ առատությունը երբեք չի ծագում ոչ մի տեղից, նա դանդաղ է գալիս որպես զգույշ գործընթաց, յուրաքանչյուր քայլով փորձարկելով իր վճռականությունը որպես վարպետ, որը գնահատում է իր աշակերտը նախքան խորը գաղտնիքները բացահայտելը։ Նախքան ձեր բանկային հաշիվները լրացնելը, նախքան անվտանգություն եւ ֆինանսական ազատություն զգալը, կյանքը կարևոր նշաններ է ուղարկում, թելեր, որոնք միայն նրանք, ովքեր ուշադիր են, այս նշանները տեսանելի չեն նրանց համար, ովքեր միայն սպասում են հրաշքների, բայց նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես կարելի է դիտարկել, ովքեր լսում են իրենց ինտուիցիան եւ հասկանում են, որ այն իմաստությունը, որը ուղեկցում է այն իմաստությամբ։ Երբ ես փոքր էի, ես նաև կարծում էի, որ բավական է քրտնաջան աշխատել, որպեսզի գումարը ինքնաբերաբար հայտնվի, իվնչ սխալ է, ես տեսա, որ շատ ծանոթներ ձգտում են առանց երբևէ հասնելու իրենց ուզածը։ Ինչու, քանի որ նրանք չէին կարողացել ճանաչել նշանները, նրանք չէին գիտակցում, որ կյանքը իրենց լուր լեզվով արդեն հայտարարեց, թե ինչ է գալիս, դա տեսություն չէ։ Դա դաս է, որը ես սովորեցի գործնականում, սխալներով եւ հիթերով, եւ որ այսօր ես կիսում եմ ձեզ հետ։ Թույլ տվեք պատմել անձնական պատմություն։ 20 տարեկան հասակում ես աշխատել եմ փոքր բիզնեսում, համեստ աշխատավարձով եւ քիչ հեռանկարներով, ամեն օր, նայելով իմ հաշիվներին եւ մտածելով ապագայի մասին, ես անհանգստություն էի զգում, որ չկարողացա բացատրել։ Թվում էր, թե ամեն ինչ տեղից չէ, այդ ժամանակ էր, որ սկսեցին պատահել տարօրինակ բաներ։ Հաճախորդը եկել է ինձ, խնդրելով խորհուրդներ, մեկ ուրիշը օգնություն է առաջարկել առանց ինձ, սկզբում ես չհասկացա, թե դրանք զուգադիպություններ են կամ այլ բան, բայց դա այն դեպքում, երբ ես հասկացա հիմնարար ճշմարտություն։ Մինչև բարգավաճումը գալիս է, կյանքը սկսում է փոքր նշաններ ուղարկել, ասես փորձարկելով այն ստանալու մեր պատրաստակամությունը։ Այս նշանները միշտ չէ, որ հաճելի են, երբեմն նրանք դրսևորվում են որպես ներքին անհանգստություն, անսպասելի մարտահրավերներ կամ խոչընդոտներ, որոնք կարծես իմաստ չեն առաջացնում, բայց եթե մենք գիտենք, թե ինչպես մեկնաբանել դրանք, մենք հասկանում ենք, որ դրանք պատրաստում են ավելի մեծ բանի, կարող եք զարմանալ։ Լավ, բայց ինչպես ճանաչել այս նշանները, ինչպես իմանալ, որ իմ ֆինանսական հաջողության պահը մոտ է, եկեք հասնենք այնտեղ, բայց նախ խորենք, թե քանի անգամ թույլ ենք տալիս այս հաղորդագրությունները աննկատ անցնել, նրանք ամեն օր մեր շուրջն են, բայց մենք դրանք անտեսում ենք, քանի որ մենք չափազանց զբաղված ենք, կցված ենք առօրյային կամ սպասում ենք հրաշքի եւ գիտակցված գործողությունների արդյունք։ Հենց այս նշաններն են, որոնք առանձնացնում են, ովքեր իսկապես նվաճում են նրանց մասին, ովքեր միայն երազում են դրա մասին, դրանք նման են տիեզերքի խորհուրդներին, ասելով. Պատրաստ եք, կարող եք առաջ շարժվել, օգտվել ձեր հնարավորություններից, այնուամենայնիվ մարդկանց մեծամասնությունը նրանց անտեսում է պարզապես այն պատճառով, որ նրանք չէին սովորում լսել։ Հենց հիմա ուզում եմ բացահայտել, թե որոնք են այս նշանները, սրանք վերացական տեսություններ չեն, բայց դասեր եմ սովորել տասնամյակներ շարունակ, փորձարկվել են ժամանակի, դժվարությունների եւ իրական փորձի, դուք կիմանաք, թե ինչպես ճանաչել այն ապացույցը, որ ձեր պահը գալիս է եւ ինչ անել, որպեսզի թույլ չտա փախչել, այսպիսով, եթե դուք դեռ հավատում եք, որ հարստությունը պատահականորեն կգա, ժամանակն է վերանայել այս գաղափարը, ճշմարիտ հնարավորություններ հայտնվում են նրանց համար, ովքեր տեղյակ են, ովքեր տեսնում են նշանները եւ պատրաստ են գործել։ Եվ եթե հետևում եք մինչև վերջ, դուք կսովորեք ձեր միտքը մեղմել հաճախականությամբ։ Հաջողության հաջողություն, այս հաղորդագրությունները վերցանելը եւ նախապատրաստվելով այն օրվան, երբ բարգավաճումը կդադարի լինել ցանկություն եւ դառնալ ձեր իրականությունը, հավատացեք ինձ, այս գիտելիքները արժեքավոր են, այն հասանելի չէ բոլորի համար, բայց նրանք, ովքեր սովորում են տեսնել առավելություն, որը շատերը նույնիսկ պատկերացնում են։ Հիմա եկեք հասնենք բիզնեսին։ Ինչպես ճանաչել այս նշանները, որոնք են այն թելերը, որոնք մենք չենք կարող անտեսել, ես ձեզ հետ կկիսվեմ ապացուցված իմաստություն ժամանակի եւ իմ սեփական հետագծի համար։ Առաջին ազդանշանը ներքին անհանգստությունն է, շատերը դա տեսնում են որպես բացասական կանգ առնելու պատճառ, բայց իրականում այն առավել հուսալի ցուցանիշներից մեկն է, որը դուք գտնվում եք վերափոխման եզրին, երբ նա փոքր էր, նա աշխատել է միապաղաղ գործով,
Առանց հեռանկարների, օր-օրի, ես տարօրինակ լարվածություն էի զգում, ասես ինչ-որ բան կշռում էր ինձ վրա, ես չհասկացա, թե ինչու է ինձ շատ անհանգստացնում, իմ ընկերներն ասացին. Այդպես է կյանքը, սովորում է դրան, բայց ես գիտեի, որ դա պարզապես հոգնածություն չէր։ Ինձ ավելի մեծ բան էր սպասում, և կռահեք, թե ինչ է պատահել, այս տհաճությունը ինձ մղեց փոփոխություններ փնտրել, ես սկսեցի ուսումնասիրել նոր հնարավորություններ, խոսելով այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում երբևէ չեմ մտածել։ Եվ ահա թե ես առաջին քայլերը վերցրի իմ հետագա հաջողության ուղղությամբ, իրականում այն փոքր նախագծերը, թվացյալ պատահական շփումները և առաջարկները, ըստ երևույթին, նշաններ էին, որ իմ հարմարավետության գոտին շատ փոքր էր դարձել։ Ժամանակն էր ընդլայնել իմ հորիզոնները։ Երկրորդ նշանը այն մարդիկ են, ովքեր մտնում և դուրս են գալիս ձեր կյանքից, ես հիշում եմ մի ասաց, որ իմ պապը միշտ կրկնվում է, ասա ինձ, թե ով ես քայլում և ասում ես, թե ուր ես գալու, ես տեսա, որ դա տեղի է ունենում անթիվ ժամանակներ։ Երբ սկսում եք քայլել ձեր ճանապարհը, կյանքը կարծես գնահատում է, թե ով է իսկապես հավասարեցված ձեր նպատակներին և ով է ձեզ միայն պահում, նրանք, ովքեր աջակցում և ոգեշնչում են ձեզ կամ ուժներ են դառնում նոր հնարավորությունների համար, մինչդեռ նրանք, ովքեր այն քաշում են, ավարտվում են շարժվելով, կարծես տիեզերքը մաքրում է իր ճանապարհը, իհարկե, այն անցել է այս մասին։ Երկարատև ընկերը հանկարծ անհետանում է և սկզբում հիասթափվում եք, մտածելով, որ կորցրել եք կարևոր կապ, բայց ժամանակի ընթացքում նա գիտակցում է, որ դա նշան է, կյանքը հեռացնում էր մեկին, ով կարող էր խանգարել դրանց աճը, փոխարենն հայտնվում են դռներ, հաճախորդներ, գործընկերներ, մենթորներ, այս նշանները միշտ չէ, որ գալիս են սահուն, երբեմն նրանք գալիս են ցավի կամ հիասթափության քողարկմամբ, բայց նրանց միջոցով է, որ մենք առաջնորդվում ենք ճիշտ հարաբերությունների և հնարավորությունների։ Երրորդ նշանը փոքր հաղթանակներն ու խաղակիցներն են։ Շատերը կարծում են, որ միայն հիմնական իրադարձությունները նշում են, որ հաջողությունը մոտ է։ Սխալ տիեզերքը թեստավորում է մեր պատրաստակամությունը փոքր նվաճումների և, ըստ երևույթին, պատահական հանդիպումների միջոցով, հաճախորդը ձեզ ընտրում է ոչ մի ակնհայտ պատճառ, անսպասելի գումարը հայտնվում է ճիշտ ժամանակին, կոնտակտ, որը կարծես անտեղի շրջադարձել էր թվում արժեքավոր կապի, այս ամենը նշաններ են։ Ես հիշում եմ իմ առաջին նախագիծը, որն առաջին հայացքից աննշան էր թվում, ես մտածեցի. սա որևէ բանի չի հանգեցնի, բայց մեկ ամիս անց այդ փոքր աշխատանքը հանգեցրեց այն պայմանագրի, որը փոխեց իմ կյանքը, հետևաբար երբեք մի թերագնահատեք փոքրիկ բաները, դրանք իրենց ֆինանսական ապագայի հիմքն են։ Չորրորդ ազդանշան։ Ներքին գաղափարներ և ինտուիցիա, հարստությունը գալիս է նրանց, ովքեր գիտեն, թե ինչպես լսել իրենց, հաճախ նուրբ ձայնը շշնջում է մեզ. տվեք այդ քայլին, փորձեք այս նախագիծը, ուշադրություն դարձրեք այս հնարավորությանը, իմաստությունը սովորեցնում է, երբեք մի անտեսեք ձեր բնազդը, ես արդեն կորցրել եմ անթիվ շանսեր, քանի որ կասկածում էի դա, քանի որ թվում էր, որ չափազանց ռիսկային էր, և ամեն անգամ պատահել է, ափսոսանք եկավ ավելի ուշ, բայց երբ ես սովորեցի վստահել իմ ինտուիցիան, հաջողությունը սկսեց հոսել։ Անհրաժեշտ է հասկանալ, որ նշանները զուտ զուգադիպություններ չեն, դրանք միշտ ուղեկցվում են ներքին պատասխանով, եթե ձեր կրծքավանդակի մեջ քաշ եք զգում, անբացատրելի անհանգստություն կամ, ընդհակառակը, էներգիայի հանկարծակի ալիք և պարզություն։ Սրանք հաղորդագրություններ են, ձեր խնդիրն է ուշադրություն դարձնել և գործել։ Հինգերորդ նշանը։ Գործելու պատրաստակամություն, ես երբեք չեմ հոգում կրկնել։ Հարստությունը պատկանում է նրանց, ովքեր շարժվում են, աշխարհի ամենագեղեցիկ ազդանշանն արժանի չէ, եթե դու դեռ կանգնես, հույս ունենալով, որ իրերը պատահում են մենակ, ակցիան նշանների և ֆինանսական հաջողության կամուրջն է։ Իմ կյանքում բազմիցս ազդանշան կային, բայց ես հետաձգեցի գործողությունը և հետո ստիպված էի նորից սկսել, բայց երբ ես անմիջապես վարվում եմ, երբ ես ինքս վստահում էի, արդյունքները ավելի արագ և ճշգրիտ էին թվում։ Փողն ու բարգավաճումը մեծ ուշադրության, իմաստության և, ամենից առաջ, առաջին քայլը կատարելու որոշումը։ Վեցերորդ նշան։ Երախտագիտություն և գնահատում, դա կարող է թվալ պարզ, բայց այն ամենահզոր սյուներից մեկն է, երբ դուք ճանաչում եք նշանները և շնորհակալություն փոքր հնարավորությունների համար, տիեզերքը կարծես ուժեղացնում է այս հոսքը, ես դա հասկացա, որ երախտապարտ լինելով փոքր բաների համար, ես տեսնում եմ ավելի շատ հնարավորություններ, ավելի շատ համընկնումներ և ավելի շատ մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել, սա է իրական և տևական հարստության պատրաստման բանալին։ Ընկերներ, եթե տեղյակ եք այս 6 նշանների մասին ներքին անհանգստություն, մարդիկ, ովքեր գալիս են և գնում են, փոքր հաղթանակներ, ինտուիցիա, հանդես գալու պատրաստակամություն։ Ես ուզում եմ շեշտել.
Հարստությունը միայն փող չէ, այն գիտելիքներ, կապեր, փորձ, իմաստություն է, եւ այս ամենը գալիս է նրանց, ովքեր գիտեն, թե ինչպես տեսնել այն նշանները ու ովքեր սովորում են փոքր հաջողություններից եւ ձախողումներից, որոնք չեն վախենում իրենց գործել եւ վստահել իրենց։ Հետևաբար, սկսեք դիտարկել այս նշանները այսօր, գրեք ձեր ընկալումները, դիտեք ձեր շրջապատի մարդկանց, նշեք փոքր նվաճումները, որքան ավելի ուշադիր եք, այնքան ավելի արագ բարգավաճում կմտնի ձեր կյանքի մեջ, եւ հիշեք. Յուրաքանչյուր նշան հուշում է մի փոքր դաս, որը այն ավելի է մոտեցնում ձեր նպատակին։ Հիմա եկեք ավելի հեռու գնանք, մենք խոսում ենք այն մասին, թե որքանով է հարստությունը պատահականորեն եւ ինչպես է տիեզերքը հստակ նշաններ ուղարկում, նախքան իրեն դրսևորելը, մենք վերլուծում ենք ներքին անհանգստությունը, ուշադրությունը մարդկանց, փոքր հաղթանակների, ինտուիցիային գործողությունների եւ երախտագիտության վրա, բայց ժամանակն է կապել այս բոլոր կետերը եւ դրանք վերածել ֆինանսական եւ իրական անձնական հաջողության։ Նախ, երբեք մի անտեսեք այն նշանները, որոնք կյանքը ձեզ ամեն օր ուղարկում է։ Շատերը տարիներ են անցկացնում առանց նրանց գիտակցելու, մտածելով, որ հաջողությունը միայնակ կգա։ Ես դա տեսա տաղանդավոր եւ խելացի մարդկանց հետ, ովքեր թույլ են տալիս մեծ հնարավորություններ, պարզապես այն պատճառով, որ նրանք չէին լսում իրենց ներքին ձայնը կամ նկատեցին շուրջը։ Նշանները չեն գոռում։ Նրանք լռում են, բայց համառ, սկզբում դուք զգում եք մի փոքր լարվածություն, անցնող հարց, տարօրինակ զուգադիպություն, եւ երբ նա սովորում է ճանաչել դրանք, նա հասկանում է, սա նրա հնարավորությունն է։ Երկրորդ, դա չի վախենում փոփոխության տհաճությունից, գիտեմ, որ շատերը կարող են մտածել. Ես արդեն հոգնել եմ, ես վախենում եմ ռիսկի դիմել, դա սարսափելի է, հավատացեք ինձ, վախը բնական ռեակցիա է, բայց դա նաև առաջին նշանն է, որ դուք մեծանում եք, երբ այն թողնում է հարմարավետության գոտին, այն սկսում է տեսնել նոր հնարավորություններ։ Իմ փորձը ինձ սովորեցրեց, որ ամենամեծ վերափոխումները գալիս են այս տհաճության մեջ, տարիներ շարունակ ես հիանալի նախագծի եզրին էի եւ զգում էի իսկական վախ, բայց երբ որոշեցի գործել, այս ընտրությունը դռներ բացեց, որ ես նույնիսկ պատկերացրի։ Երրորդ, ընտրեք ձեր շրջանակը իմաստությամբ, մենք արդեն խոսել ենք այդ մասին, բայց ուզում եմ ամրապնդել։ Ձեր հաջողությունը ուղղակիորեն կախված է ձեր շրջապատի մարդկանց վրա, նրանք, ովքեր աջակցում են ոգեշնչում եւ խորհուրդներ են տալիս, դառնում են իրենց ուղեցույցները բարգավաճման ուղղությամբ, արդեն նրանք, ովքեր քննադատում են, շեղում կամ խանգարում, վերջանում են միայնակ թողնելով, երբեմն դա ցավում է, բայց այդպես է կյանքը ձևավորում ձեզ համար ճիշտ միջավայրը։ Եվ հիշեք. յուրաքանչյուր անձ, ով մտնում կամ թողնում է ձեր կյանքը, նշան է, մի փոքր դաս, որը ձեզ ֆինանսական հասունության է պատրաստում։ Չորրորդ, մի թերագնահատեք փոքրիկ բաները, նվազագույն համընկնումներ, թվացյալ աննշան հաղթանակներ։ Դրանից ոչ մեկը հնարավոր չէ, հիշում եմ։ Մի փոքր բիզնես, որը ժամանակին անտեղի էր թվում, բայց դռները բացեց շատ ավելի մեծ պայմանագրերի համար, ձեզանից յուրաքանչյուր գործողություն, ամեն քայլ, անկախ նրանից, թե որքան փոքր է կառուցում ձեր ապագայի ամենամեծ պատկերը, մի հանեք փոքր նվաճումները։ Նրանց միջոցով է, որ տիեզերքը թեստավորում է իր պատրաստակամությունը։ Հինգերորդ, վստահեք ինքներդ ձեզ եւ ձեր ինտուիցիան։ Ես տեսա, որ շատերը կորցնում են հնարավորությունները, քանի որ կասկածում էին կամ ավելի մեծ նշանակություն տվեցին ուրիշների կարծիքը, քան իրենց ներքին ձայնը։ Իմաստությունն ասում է. եթե ձեր բնազդը ինչ-որ բան շշնջում է, լսեք, նա երբեք չի դավաճանի նրան։ Իհարկե, ինտուիցիան պետք է ուղեկցվի գործողություններով, լսելը կարևոր է, բայց գործելը նույնիսկ ավելին է։ 6. Գործիր առանց հապաղելու։ Ես կրկնում եմ դա, քանի որ դա ֆինանսական հաջողության առավելագույն օրենքն է։ Առանց գործողության ազդանշան չունի արժեք, any անկացած հնարավորություն, ցանկացած պատկերացում միայն օգտակար է դառնում։ Երբ առաջին քայլը վերցնում ես, եթե հետաձգում եք, եթե սպասում եք կատարյալ պահին, այն երբեք չի կարող ժամանել, բայց երբ գործեք, ամեն ինչ տեղավորվում է հանելուկի պես։ Իմ ամենամեծ հաջողությունները եկան, երբ ես որոշում կայացրեցի անհապաղ գործել։ 7. Յուրաքանչյուր քայլում զարգացրեք երախտագիտությունը։ Շնորհակալը միայն կրթություն չէ։ Դա էներգիա է, որը գրավում է ավելի շատ հնարավորություններ։ Նկատեցի, որ երբ ես անկեղծորեն շնորհակալ եմ փոքրիկ հաղթանակների եւ ստացվող աջակցության համար, ավելի շատ շանսեր, ռեսուրսներ եւ գաղափարներ են գալիս ինձ մոտ, այն հարստությունը, որը գալիս է նրանց համար, ովքեր չեն գնահատում, չեն մնում, արդեն նրանք, ովքեր գնահատում են յուրաքանչյուր պահը եւ յուրաքանչյուր դաս պատրաստվում են տևական առատության համար։ Եվ, վերջապես, ամենակարևորը։ Հարստությունը միայն փող չէ, դա իմաստությունն է, փորձը, կապերը, ուրիշներին օգնելու եւ նշանակալի բան ստեղծելու ունակություն, երբ հասկանում եք, որ փողը գործիք է դառնում վերջ։
True շմարիտ հարստությունն իմանալն է, թե ինչպես տեսնել նշանները, խելացիորեն գործեք եւ կառուցեք կյանք, որտեղ ինքներդ ձեզ սպասում եք հնարավորություններ։ Հիմա ուզում եմ, որ դուք այսօր ընդունեք մի պարզ, բայց հզոր քայլ։ Սկսեք դիտարկել այս նշանները, գրեք ձեր ընկալումները, փոքրիկ հաղթանակները, զուգադիպությունները, գաղափարները, որոնք դուրս են գալիս ոչ մի տեղից, ուշադրություն դարձրեք ձեր շրջապատի մարդկանց վրա, լսեք ձեր ինտուիցիան, եւ ամենից առաջ գործիր։ Մի սպասեք կատարյալ պահի, նա հիմա է։ Եթե ցանկանում եք ավելի հեռու գնալ, եթե ցանկանում եք ավելի գործնական դասեր, պատմություններ եւ պատկերացումներ, հետևեք այս տարածությանը, այստեղ դուք կգտնեք ավելի շատ գործիքներ ազդանշանները տեսնելու եւ դրանք իրական բարգավաճման վերածելու համար։ Գործեք իմաստուն եւ քայլ առ քայլ կառուցեք ձեր բարգավաճումը, հիշեք, հարստությունը պատահականության նվեր չէ, բայց հետևի հետևանքները մեկնաբանում են նշանները, որոշում են կայացնում եւ զարգացնում երախտագիտությունը։ Ձեր կայացրած յուրաքանչյուր ընտրություն, ձեր ստանձնած յուրաքանչյուր գործողություն մի քայլ է, որը ձեզ ավելի է մոտեցնում հաջողության։ Եվ ես համոզված եմ մի բանի մասին։ Եթե այս սկզբունքները կիրառեք հետևողականությամբ, դուք ոչ միայն առատություն կգտնեք, կստեղծեք այն իր ձեռքերով, խելքով եւ ուշադրությամբ, հետևելով այն ճանապարհով, որն արդեն ապացուցել է նախկինում, այնպես որ թույլ մի տվեք, որ այս հնարավորությունը անցնի բաժանորդագրվել, միացնել ծանուցագրերը եւ քայլել ինձ հետ այս ճանապարհորդության միջոցով, որտեղ յուրաքանչյուր նշան հնարավորություն է, յուրաքանչյուր մարտահրավեր դաս է, եւ յուրաքանչյուր նվաճում ձեր երազների ուղղությամբ քայլ է։ Կյանքն առատաձեռն է, բայց դա պարգևատրում է նրանց, ովքեր գիտեն, թե ինչպես տեսնել ակնհայտից այն կողմ, գնահատել այն, ինչ նրանք արդեն ունեն եւ գործեն նպատակներով, երբ տիրապետում եք այս արվեստին, բարգավաճումը բախտի հարց չի լինի։ Դա կլինի ձեր կյանքի ձևի բնական հետևանքը, եւ դուք պատրաստ կլինեք այն ստանալու։ Դեռ ավելին կա, թե ինչ է գալու։ Ոգեշնչող պատմություններ, անժամկետ իմաստություն եւ գործնական դասեր, որոնք կդարձնեն ձեր բոլոր տարբերությունները։ Մի կարոտեք այս ամենը, բաժանորդագրվեք հենց հիմա, քանի որ առատության ձեր ճանապարհը սկսվում է այն ժամանակ, երբ դուք ուշադրություն դարձնեք կյանքի եւ ամեն օր կրկնող փոքր գործողություններին։ Եվ ես հավաստիացնում եմ ձեզ։ Հենց որ սովորեք ճանաչել այս նշանները եւ գործել նրանց հետ համահունչ, ձեր կյանքը երբեք նույնը չի լինի, փոփոխությունը սկսվում է այստեղից, եւ դա սկսվում է ձեզանից։